Բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, բարի նոր օր ERTN-ի ուղիղ եթերում New Day հաղորդումն է։ Ես եմ Բալբաբյանն եմ, մեծ սիրով ողջունում եմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Օրն այսօր 4 հինգշաբթի է ու իմ ու Արտավազդի տաղավարում կրկին հերթական հետաքրքիր հյուրին ենք ողջունելու, որովհետև օրերը վերջերս շատ հետաքրքիր են ու մեր հյուրերը մեկը մյուսից հետաքրքիր իրենց ձևաչափով, իրենց ասելիքով ու այն ֆիլմը, որը դուք հարգելի հեռուստադիտողներ անընդմեջ վերջերս դիտում եք, խոսքը Զոնտիկ ֆիլմի մասին է, մանրամասները հաջորդ թիվ, Արտավազդ։ Բարի առավոտ, Էմա, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այո, մենք ուղիղ եթերում ենք աշխատում, այսօր մեր տաղավարում է հենց Զոնտիկ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը, ում միշտ հաճելի է տեսնել, միշտ ուրախ ենք իր հետ շփումը, զրույցը միշտ պոզիտիվ է լինում, միշտ դրական է լինում, բայց այսօր խոսելու ենք մի փոքր այս ֆիլմի ընդհանրապես ընթացքի մասին, հաջողության մասին, անցած ճանապարհի եւ նաեւ իր դերակատարման ընտրության մասին մի խոսքով այսօր մեր տաղավարում է Զոնտիկ ֆիլմի գլխավոր դերակատարներից Մոսոն Կարապետյան, բարի առավոտ։ Բարի ձեզ, շատ սիրելի հանդիսատես։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Գերազանց, ոչ չէ, լավ։ Մինչ այսպես ուղիղ եթերը այգին զրուցեցինք շատ տարբեր թեմաներով, լիաթոք ծիծաղացինք։ Այո, լիաթոք ծիծաղացինք։ Մոս ջան, այս ֆիլմը հիմա այստեղ էլ մեծ ուրեմն ոգևորությամբ եւ նաեւ մեծ արդեն որոշ ժամանակ AGB-ում ցուցադրվում է։ Հիմա մի հատ գանք սկզբից նախ այս ֆիլմը ինչպես եղավ առաջարկը քեզ, որովհետև քո հիմնական կերտած դերերը դրանք ավելի թեթև հումորային կերպարներ էին, մեկ էլ միանգամից հայտնվում է Մոսոն մի ֆիլմում, որը իսկապես շատ լուրջ ֆիլմ է, շատ տպավորիչ իրական փաստերի վրա նկարահանված եւ մենք այդ ֆիլմը դիտելով ես Էման եւ Առասեք մեր աշխատանքները իսկապես մեծ ազդվեցինք ու շատ բան սովորեցինք այդ ֆիլմից, պլյուս քեզ էլ նորովի բացահայտեցինք։ Ոնց եղավ առաջարկը, երբ։ Շնորհակալություն։ Ուրեմն, ինչպես ամեն մի հետաքրքիր ու լավ բան, շատ պատահական է ստացվել ամեն ինչ։ Տանն է, ընկերը զանգեց Աթայան Տիգրանը, բա Գոշը մի հատ պրոյեկտ է նկարում, Անուբիսա կոչվում։ Մեջը մի հատ դրվագ կա, պիտի գլխավոր հերոսի ինգեր խաղաս։ Ասի, օքեյ, փուչուր դերեր, փուչուր կերպարեր, ասացի, հա, հարց չկա, կգնամ, Գոշին էլ շուտվանից ճանաչում էի, չէի տեսել, ասի, համել կշփվենք։ Գնացի այդ մի փուչուր խաղացի Անուբիսում ու անցավ դրանից մի 6 ամիս, 4 ամիս անցավ դրանից, Գոշը գիտեի լսել էի, որ նկարելու է Զոնտիկը, բայց ասեմ, որ մտածում էի, հա, ինձ կարող է կերպար տա ծանոթով, չէի մտածում, որ Նիկոլայի կերպարը կտա, որտեվ սենց ասեմ, նկարանումից առաջ Գոշն էլ ասեմ, որ ասում եմ մենակ ես ու մամաս ենք քեզ հավատում ու հենց այդ է խնդիրը, որ բոլորը ինձ տենում էին որպես, չգիտեմ, Full House-ի հրաչ կամ ինչ-որ հումորային ուրիշ պրոյեկտից ու ոչ մեկ չէր պատկերացնում, որ ես հնարավորություն կունենամ կամ հնարավոր կլինի տենց կերպար կերտել։ Շատ շնորհակալ եմ Գոշից հրավերի համար, հավատալու համար, սա իմ համար նոր մի քիչ առաջ էլ ասեցի, ինչ-որ գերխնդիր էր, որ ես հանդիսատեսին ներկայանամ նաև ինչ-որ լուրջ կերպարով։ Ես ասեմ քեզ քո մոտ այդ ախր գիտես ոնց ինչ տիպի փայլուն է ինձ է եղել է։ Բացի պատմություն, փայլուն է ստացվում քո մոտ, անկեղծ եմ ասում, փայլուն։ Մենք գնացել ենք ֆիլմ AGB-ում նայելու, իդեպ դուք էլ կարող եք գնալ հունիսի 20-ին դիտել ֆիլմը, եթե չեք հասցրել։ Արքիկ հետով ձեռք բերել Տոմսերը, հարգելի հեռուստադիտողներ։ Մենք նայում ենք ֆիլմը ու ես նայում եմ, ես ասում եմ, Մոսոնա թե ինչ որ մի հատ ուրիշ մարդ է, անկեղծ խաղում։ Որովհետև նախ փայլուն դերակատարում, հետո փայլուն ընտրություն, լուրջ քո կերպարը որպես այսպես եղբոր, հա, այդ չգիտեմ, բացասական գիծ կար այդ ամեն ինչի մեջ, բայց փայլուն խաղացիր։ Դժվար չէր բացասական կերպար միանգամից խաղալ։ Ոնց որ ավելի պոզիտիվից հետո բացասական կերպարներ խաղալ սիրել եմ ինստիտուտի տարիներից։ Միշտ եմ որ բացասականը իմ համար ավելի այդ որ կհասցնես նրան որ մարդ քեզնից զզվի ներվայնանա, այդ արդեն հաջողություն է ձեռք բերում, հենց որ սիրել եմ։ Սկիզբը մի քիչ դժվար էր, սոսի հետ կյանքիս մեջ առաջին անգամ պիտի նկարահանվեի, ստացի սոսը այսպես պարտներ է, այսպես դերասան է, ամենակարևորը շատ լավ տղա է ինքը, շատ լավ մարդ է, շատ լավ հայր է։ Հասցրեցինք շատ մտերմանալ, ընկերանալ այդ մի ամսվա մեջ։ Դրանից առաջ իրար ճանաչում ենք, բայց այդ ընթացքում
Նկարանումները ինքն էլ ինձ օգնեց, Գոշն էլ օգնեց, կամաց մենք միջև նկարանումներն ենք հանդիպել, լիքը շփվել ենք, չիտկա ենք արել, տենց գտել ենք կերպարին։ Հիմա օրինակ, եթե առաջարկ լինի արդեն հումորային ինչ-որ բանի մեջ, դժվար չի էս ռեզոնանս տարբերությունը։ Չեմ ուզում ինչ-որ տենց ամպագոր բաներ ասեմ, բայց դերասան մարդ եմ, ինստիտուտ եմ ավարտել։ Ամեն Դե հա, ինստիտուտում եմ թե։ Դրա համար էլ դերասան։ Հումորային եմ խաղացել կերպարներ։ Ես օրինակ կուզեմ քեզ այսենց կերպարներում ավելի շատ տեսնել։ Անկեղծ եմ, այն էլ իհարկե իր տեղին, բայց ասենք սրանից հետո եւ ընդհանրապես քեզ շատ սազում է անկեղծ էս կերպարները ու ինձ Սա կարելի է ասել, որ կարիերայի ամենալուրջ Դե սկզբանք Դե հա, որ նայենք հեռուստատեսային կարիերա կապված կինոյի հետ, հա։ Որը որ շատ պարտավորեցնող է իրականում եւ գրիմի առումով եւ չգիտեմ ընդհանուր կերպարը մենք քեզ նայում ենք այստեղ շատ ճիշտ է կերտված էլի ու իսկապես ես շատ գնահատում եմ ու մեծ այսպես գնահատանքի են արժանի են ռեժիսորները ովքեր իսկապես դերասանին իրական կյանքում հետո որ տեսնուս մի քիչ չես հավատում որ այն մարդում դու էկրանին ես տեսել նույնն է այսինքն շատ պրոֆեսիոնալ աշխատանքեր արված ամեն ինչ մազից սկսած գլխարկից վերջացրած ձեռնոցներով շատ ուժեղ էին աշխատել էին ուղիղ տարի ու կես պատգոտովքի համար, պատրաստության համար, թե որտեղ ինչ ու մեզ շատ օգնեց ու ինչ որ ինձ թվում է շատ օգնեց այդ ձունը ձուն եկավ, մենք չենք սպասում թե որ ձուն է գալու, միամիտ է եկել այդ ձունը բանը, մենք չենք սպասել որ տենց պիտի լինի։ Դյան պատճառով էլ ընդեղ մի հատ տեսարան կա է, որ ավտոյով փախնում եմ կնոջս թողնում եմ գնում, որ գալի խփում եմ 24-ին, դա իրականություն է, հələ չպահեց տորմոզը։ Ալուր։ Դա 24-ի մեջ, հա։ Այդ ձունը մեզ օգնեց, որտեվ հետևը կադրի հետևը մարախուխ տվեց, ինքը այդ սովետական այդ ինչ-որ շունչ բերեց, մարդիկ այդ պալտոները, բաները, սենց բայց իսկապես գալիս էր ձյան ժամանակ էլ ենք նկարում, շատ ենք սառել, շատ ենք մրսել, ճիշտ է ամեն ինչ կար, ամեն հարմարանքները կար գրինվագենով, բանով ամեն ինչ ունեինք, որտեղ կարենք տականայինք, բայց դե ամեն վարքյան չես կարա մտնես ներս տականած, դուսկաս ուզես չուզես կադրի ժամանակ, տեսարանի ժամանակ մի քանի ժամ դուսնես։ Ինձ էսի մի բան է հետաքրքիր, այ սովորաբար երբ մեր օրերի ֆիլմ են նկարում, դա մի քիչ ավելի հեշտ է, որովհետև մեր օրերը ապրում ենք, դերից դուրս ես գալի, ընդհանրապես գրիմում այդ րոպեին ես տեղափոխում։ Դուք խաղում եք մի կերպար, մի կյանք, որտեղ այդ կյանքը չկա մեր իրականության մեջ։ Ու մի տեսակ, եթե չես էլ գիտակից տարիքում ապրել, այդ մի քիչ դժվար է հասկանալ, էլի ոնց է եղել, չէ՞, մեր ծնողներն են ավելի շատ լիարժեք կերպով ամեն ինչը պատկերացրել, այդ տարիները։ Այնց հետաքրքիր է, ոնց եք այդ դերի մեջ փոխել ինքներդ դերասանները։ Ինչ-որ ֆիլմեր եք դիտել, զրույցներ ա եղել ամեն դրվագի նկարելուց։ Ես իմ մասով կասեմ, որ պապայի նկարներն էլ եմ նայել, իրանք ինչ էին անում, ինչ էին հագնում, այդ բեղա, բակա, մազերը, որ պրոստը թողում էին աճեր։ Ստացի պրոստը մազերս թողեցի աճի, պարզվեց ես խուճուճ եմ։ Դեպ շատ սազում է։ Չգիտեի։ Այոս։ Դա առավ մեծ մազերով մարդ, շատ լավ։ Դժվար է իսկապես այդ ժամանակների ֆիլմ նկարել, որովհետև ես հիշում եմ կա ինչ է, տենց կինոկրիտիկներ, որ միշտ վերցնում էին հին, ասենք, չգիտեմ, ֆիլմերից, մեկ էլ ժամացույց է կամ թևնոցը մոռացած էին լինում, ասենք կադրի մեջ, մի պահ երևում էր, այսինքն հետ գնալ այդ ժամանակներ ու ստանալ լիարժեք այդ ամեն ինչը, շամպանսկից սկսած, չգիտեմ, ինչ-որ այդ շատ նկարիչը Ներսոն էր, Ներսոյի ազգանոց չեմ հիշի կներես Ներսյան, բայց Ներսոն էր իր գրուպայով ու շատ լավ էին աշխատում ժողովուրդը, այդ ամեն ինչը սիգարետից սկսած, ասել քեզ են չգիտեմ, այդպես կոժը, երևի Բրեժնևինն է եղել այդ շատ լավ ինչ-որ։ Շատ տևեցին նկարանումները։ Ընդհանուր տևելա ամիս 10 օր մոտավոր այսպես։ Լավ էլ արագ անապարհ։ Հա, շատ արագ։ Չէ, ասում եմ, իրանք արդեն պատրաստ էին ամեն ինչ։ Շատ պրոֆ աշխատանք է, իսկապես շատ։ Որտեղ sense որ մտնում էինք ֆլաշատկա, արդեն բոլորը իրանց տեղերը գիտեին, բոլորը իրանց գործերը գիտեին, արդեն պատրաստ էր, արված էր, ասում եմ, տարի ու կես պատգոտովկա են արել, քիչ տարածքները նայել, վերցնել Հայաստանում, Սևանում ենք նկարել, Գյումրիում ենք նկարել,
Մոսկվայում կան կադրեր, թե Չէ։ տեսարան ուղղակի։ Իդեալական է Մոսկվան ստացած էլի, չգիտեմ, այդ հիմա չեմ ասում, որ Կրասնայա պլոշիդի նստած նայում ենք ինչա կատարվել, բայց այդ շունչը, որ դու տեղափոխվում ես Մոսկվա, լիարժեք կերպով կար, ասեք, չգիտեմ։ Լավ ստացել ենք։ Ամեն ինչ Հակոբ օպերատորը շատ ուժեղ աշխատել, շատ են, որ ինձ կադրերը շատ են դուր գալիս։ Դե Գոշն էլ որպես որ նայես իր տարիքը ու իր աշխատանքը շատ ահռելի աշխատանք արել, հալալա քեզ ախպեր։ Հա, իրոք հալա։ Հիմա այս ֆիլմը քանի անգամ արդեն ցուցադրվեց Հայաստանում, ես ինչքան գիտեմ ֆենոմենալ չէ, մեծ քանակի Հայաստանում հա, ունենք ամեն օր ցուցադրություն կա, ամեն օր վաճառվում է։ Ամեն օր է դրված Հայաստանում։ Հա, բոլոր կինոթեատրներում ամեն օր կա։ Ամեն օր դրված է, ամեն օր։ Շատ մեծ է, էլի որ գնում նայում են։ Սիրել են, ժողովուրդը սիրել է, հետո պատմությունը ինքը մի քիչ որ հին է, այն ոնց որ մեր մամաները, պապաները, այն մարդիկ են զանգված, ովքեր որ չէր գնում կինոթատրոն, այսինքն հիմա բանա չէ, մենակ հումորային կինոները նկարվում, մարդ այն զանգվածը որ չէր գնում, հիմա գնում է, որովհետև համել իրանց ընդ ուժեղ պատմություններից է, էլի փոքր ժամանակա, որ լսել են, այդ թալանելը բան, վերջի մեծ աղմուկ է բարձրացրել։ Իսկ դուք ձեր հերթին փորձում եք պարզաբանումներ մտցնել, չգիտեմ, ծանոթ, անծանոթ բարեկամներից հարցեր փորձանել, դուք բանն էլ է գրել, նույնիսկ Ֆելիքսի թոռը։ Օ, իրական է, հա։ Իրական, հա։ Լուրջ է։ Զավենը ապրում է Ամերիկայում։ Զավենը բանկիրն է, որ նավոտք են տալիս է։ Սա էքսկլյուզիվ ինֆորմացիա է, ապա։ Ինքը 15 տարի է նստել։ Քանի? 15 են տվել, 11-ը նստել է ու բանա, եկել է Ամերիկա։ Միանգամից այն ժամանակ։ Այսինքն հիմա կա այդ ման։ Հիմա ինքը ստեղ ապրում, այո։ Պետք է հրավիրել մեր մոտ։ Զավենը կա, բայց Նիկոլայեն ու Ֆելիքսին գնդակահարել են։ Հիմա չգիտեմ վերսիաները, կինոյում էլ ենք տվել, որ գնդակահարությունից հետո նոր ներումը գալիս է։ Դա արդեն խաղեր էր ինձ թվում է։ Հա, ինչ որ իրականության հետ ունի, չունի բան, բայց ինձ թվում է Բրեժնևը չէր կարա ներեր այդ ամեն ինչը, էլի, որ իր հետ եղավ։ Դրա համար պետք է գնդակահարեր։ Ինձ թվում է ինքը ուղղակի գտասիրտության իբր խաղալով ճակերտավոր բան մարդ, ասում է վաղը։ Ինչ է եղել, արձագանքն ինչպիսին է եղել, ասել են, որ շատ նման է իրական պատմությանը նկարված, այո, կամ չգիտեմ, ես մի բան սխալ ենք արել։ Տեսեք, իրական պատմությունը, որ sense նստես լսես 50 հոգու, 50 հոգին տարբեր բան։ Ճիշտ է, հա։ Որ նայես բանում, թե ինտերնետում ինչ էր գրված, էլի, լրիվ տարբեր բաներ է գրած։ Հիմա այդ ամեն ինչը սցենարը Մարիամ կարծեմ անունը, հա, մեր ինստիտուտի Մարիամ ոնց էր, կներես եթե սխալ եմ հիշում։ Մարիամը հավաքել են իրանք, մի քանի հոգով խմբագրել են, այդ բոլոր պատմությունները տարբեր տեղերից լսած, sense դարձել է մի հատ սցենար։ Բայց որ նայես, մեկը ասում է մի հոգի չի եղել, շատ են եղել։ Մեկը ասում է մի միլիոն չի եղել, մեկը ասում է ես որ հա պատմությունները լրիվ ուրիշ է, էլի։ Անցել է ժամանակ, շատ բաներ։ Չէ, բայց որ զանգել են, ուրեմն տպավորված են եղել երևի, էլի, արձագանքել են։ Զանգել են, հա, շատ լավ է, ուրախ ենք որ նկարում ենք։ Շատ հավես է։ Ֆոտոներն են ուղարկել իսկական։ Իդեպ այդ ֆոտոները որ կան ֆիլմում իրական ֆոտոներ։ Այդ վերջում որ ցույց են տալիս, հա։ Դաժան էր, բայց այդ գնդակահարությունը չպիտի լիներ ինձ թվում է, բայց դե հիմա Կարանք նկարենք չլինի այդ։ Happy end-ով, դեռ խոսում։ Այդ բանը որ պիտի կրակեմ Ֆրանսիաս թաթիկով։ Կամ մենչը մտնի ասի բլեֆ է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հունիսի 20-ին AGBU Performing Arts Center-ի դահլիճում նորից Զոնտիկ ֆիլմը ցուցադրվելու է։ Այդ armtickets.com-ից կարող եք գնել տոմսերը կամ զանգարել ես նշված հեռախոսահամարով եւ գնալ ու դիտել ֆիլմը, Զոնտիկ ֆիլմը, որը վստահ եմ շատ կավանեք։ Գլխավոր դերերում են Մոսոն Կարապետյան, Սոսը Ջանիբեկյան եւ իհարկե բոլոր դերասաններն էլ պրոֆեսիոնալ, հրաշալի փայլուն դերասաններ են իրենց դերակատարմամբ։ Գոշին էլ բրավո իսկապես իր փայլուն ֆիլմի համար։ Շնորհակալություն Մոշջան քեզ շատ հրավերի համար։ Սիրով կսպասենք ձեզ ամսի 20-ին, գնացեք, տեսեք, դիտեք մեր ֆիլմը։ Ինձ էլ կգրեք դուր եկավ թե չէ։ Անպայման։ Այս բանի մենք հարգելի արժանատոներ Կարճատեմ գովազդով ենք ընդհատվելու, ունենք գործընկերներ Level Restaurant եւ Lounge, որտեղ ձեր ժամանցն ապահովված է։ Հարցերի դեպքում զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Գովազդով ընդհատվենք ու վերադառնանք։